Խաղաղության խաչմերուկ եւ բաց սահմաններ։ Սիրուն կարգախոսներ են, բայց տակը տնտեսական օկուպացիա է թաքնված։ Մեզ ոսկե սարեր են խոստանում, բայց իրականում երկիրը տանում են թուրքական կախվածության։ Ողջույն, իմ անունը Արտուր Խաչիկյան է։ Այս տեսանյութում դուրս կգանք իշխանական հեքիաթների աշխարհից ու կնայենք այն փաստերին ու թվերին, որոնք իշխանությունը փորձում է ձեզնից թաքցնել։ Մեզ արդեն քանի անգամ են լուսավոր ապագա խոստացել։ Հիշեք հենց նույն այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչ կար այդ բառերի տակ։ Այսօր կխոսենք մի թեմայի մասին, որով իշխանությունները հիմա ուղղակի զոմբիացնում են մարդկանց։ Թուրքիայի հետ մերձեցման մասին։ Մենք ձեզ կապացուցենք, որ սովորական հայի համար սա պատոհան չէ դեպի մեծ աշխարհ, այլ ուղիղ ճանապարհ դեպի սննկացում։ Ինչու՞։ Եկեք պարզապես հաշվենք մեր փողերը ու նայենք փաստերին։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան շատ գեղեցիկ խոսքեր ենք լսում Նիկոլ Փաշինյանից։ Նոր դարաշրջան, խաղաղություն, տնտեսական թռիչք։ Վարչապետը վստահ է, որ սահմանների բացումը մեր փրկությունն է, բայց արդյոք դա իրականում այդպես է։ Եկեք մեկ րոպե պատկերացնենք, որ սահմանը բաց է։ Ինչ ենք տեսնելու առաջին հերթին։ Հայկական ապրանքների հոսք դեպի Եվրոպա, թե էժան թուրքական ապրանքների հոսք, որը կխեղդի մեր խանութները։ Անկարան կբացի մեր առաջ իր նավահանգիստները, թե կփակի դրանց հենց առաջին քաղաքական սկանդալի ժամանակ։ Եվ այսպես այսօր մենք կհաշվարկենք այն մերձեցման իրական գինը, առանց քաղաքական կարգախոսների, միայն փաստեր եւ տրամաբանություն։ Եկեք սկսենք Հայաստանի եւ Թուրքիայի միջև առևտրից։ Երբ քաղաքական գործիչները խոսում են համագործակցության մասին, ամենից հաճախ օգտագործում են փոխադարձ առևտուր արտահայտությունը։ Հնչում է գեղեցիկ եւ տրամաբանական։ Երկու երկրները փոխանակվում են ապրանքներով, յուրաքանչյուրը շահույթ է ստանում։ Երկու տնտեսություններն էլ աճում են։ Բայց ինչ է կատարվում Թուրքիայի եւ Հայաստանի դեպքում։ Դա հասկանալու համար բավական է նայել ընդամենը մեկ գրաֆիկի։ Վերջին տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի միջև ապրանքի շրջանառությունը աստիճանաբար աճել է։ 2024 թվականին առևտրի ընդհանուր ծավալը գերազանցել է 336 միլիոն $։ Առաջին հայացքից սա տնտեսական հարաբերությունների աշխուժացման նշան է։ Բայց Հայաստանի եւ Թուրքիայի դեպքում անոմալիա ենք տեսնում։ 336 միլիոն $-ի առևտրաշրջանառությունից գրեթե 335 միլիոնը բաժին է ընկնում թուրքական արտահանմանը դեպի Հայաստան։ Այսինքն թուրքական ընկերությունները Հայաստանում վաճառում են իրենց արտադրանքը՝ տեքստիլ, սարքավորումներ, մետաղական կոնստրուկցիաներ, կենցաղային տեխնիկա եւ այլ ապրանքներ։ Իսկ հայկական արտահանումը Թուրքիա գործնականում հավասար է 0-ի։ Որպեսզի հասկանանք, թե դա ինչ է նշանակում գործնականում, եկեք պատկերացնենք սովորական կենցաղային մի իրավիճակ։ Պատկերացրեք երկու հարևան։ Նրանցից մեկը ամեն օր մյուսին վաճառում է մթերք, կահույք, կենցաղային տեխնիկա եւ հագուստ։ Իսկ երկրորդ հարևանը նրան գրեթե ոչինչ չի վաճառում։ Երբեմն այգուց մի երկու խնձոր է բերում եւ դրանով փոխանակումը ավարտվում է։ Որոշ ժամանակ անց առաջին հարևանը հարստանում է, իսկ երկրորդը գնալով ավելի ու ավելի կախման մեջ է ընկնում նրա ապրանքներից։ Ճիշտ այսպիսի տեսք ունի Հայաստանի եւ Թուրքիայի միջև այսօրվա առևտրային կառուցվածքը։ Սա իրավահավասար փոխանակում չէ։ Սա առևտրային հոսք է մեկ ուղղությամբ։ Սա չի կոչվում համագործակցություն։ Սա ֆինանսական օկուպացիա է։ Թուրքիան վաճառում է, մենք գնում ենք։ Եվ այսպես արդեն շատ տարիներ, նույնիսկ առանց բաց սահմանի։ Կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի, երբ սահմանը պաշտոնապես բացվի։ Թուրքիան կլցնի մեր հանրապետությունը իր էժան արտադրանքով, իսկ դա կհանգեցնի մեր տեղական արտադրողների սննկացմանը։ Մենք պարզապես չենք կարող մրցակցել Թուրքիայի հետ գնի հարցով։ Նա միշտ կհաղթի արտադրության մեծ մասշտաբների շնորհիվ։ Բայց ապրանքաշրջանառության հետ կապված իրավիճակը միայն այսբերգի գագաթն է։ Եկեք նայենք Փաշինյանի եւ նրա թիմի եւս մեկ նախաձեռնությանը։ Այժմ կան պայմանավորվածություններ Վրաստանի տարածքով ուղիղ ցամաքային առևտրի վերաբերյալ, առանց սահմանի ֆորմալ բացման։ Մեզ դա մատուցում են որպես մեծագույն նվաճում։ Եկեք հասկանանք, թե իրականում ով է շահում։ Ըստ փորձագետների գնահատականների, լոգիստիկ նման բարդությունները մոտ 10-ից 15% են ավելացնում ապրանքի գնին։ Եթե նոր սխեման աշխատի, թուրքական ընկերությունները կկարողանան խնայել այդ գումարը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա ձեռնտու է նաև հայ գնորդներին, չէ որ ապրանքները կեժանանան, բայց այստեղ հարց է առաջանում։ Իսկ ինչ են ստանում հայ արտադրողները։
Գործնականում ոչինչ, որովհետև հայկական ապրանքները թուրքական շուկայում շարունակում են բախվել լուրջ արգելքների։ Մաքսային ընթացակարգերը մնում են բարդ։ Որոշ բեռներ կարող են ուշանալ կամ հետ վերադարձվել։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես է աշխատում նման համակարգը, կարող ենք պատկերացնել սովորական մի շուկա։ Պատկերացրեք մի շուկա, որտեղ մի վաճառողը կարող է ազատորեն զբաղեցնել լավագույն տեղերը, դնել մեծ վաճառասեղան եւ վաճառել իր ապրանքը։ Իսկ մյուս վաճառողին ամեն անգամ ստուգում են, ստիպում են սպասել, երբեմն նույնիսկ թույլ չեն տալիս մտնել շուկա։ Ֆորմալ առումով շուկան բաց է բոլորի համար, բայց գործնականում կանոնները տարբեր կերպ են գործում։ Ճիշտ այսպիսի տեսք ունեն առևտրային հարաբերությունները, երբ մի տնտեսությունը զգալիորեն ուժեղ է մյուսից։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցները եւս մեկ արգումենտը դա ներդրումների հոսքն է։ Ըստ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, սահմանի բացումը կարող է ավելացնել ներդրումային հոսքերը մոտ 20%-ով։ Առաջին հայացքից սա լավ նորություն է թվում։ Ցանկացած տնտեսություն ներդրումների կարիք ունի։ Բայց կարևոր է տալ մի պարզ հարց, իսկ ումից են լինելու այդ ներդրումները։ Ներդրումները պարզապես փող չեն։ Դա ձեռնարկությունների, հողատարածքների, ենթակառուցվածքների, էներգետիկ օբյեկտների գնում է։ Եվ եթե հիմնական ներդրողները դառնան թուրքական կամ ադրբեջանական ընկերությունները, դա կնշանակի, որ հայկական տնտեսության զգալի մասը աստիճանաբար կանցնի արտաքին կապիտալի վերահսկողության տակ։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի հաշվարկներով Երևանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Անկարային պետք է ընդամենը 2.5 միլիարդ դոլարներ դնել Հայաստանի տնտեսության մեջ, որպեսզի լիարժեք վերահսկողություն հաստատել Հայաստանի տնտեսության վրա։ Հասկանալու համար, թե ինչպես է դա աշխատում, պատկերացնենք մի փոքրիկ քաղաք։ Այդ քաղաքում կան մի քանի խանութներ, սրճարաններ եւ արհեստանոցներ։ Դրանց տերերը տեղի բնակիչներն են, բայց մի օր քաղաք է մտնում մի խոշոր կորպորացիա։ Նա ավելի շատ փող ունի, ավելի շատ հնարավորություններ եւ կարող է բիզնեսի սեփականատերերին շահավետ գին առաջարկել։ Որոշ ժամանակ անց խանութների մեծ մասը արդեն պատկանում է նոր ընկերությանը։ Քաղաքը կարծես թե զարգանում է, հայտնվում են նոր ցուցանակներ, նոր ապրանքներ, բայց որոշումները արդեն տեղացիները չեն կայացնում։ Երկրի տնտեսության մեջ նույն բանն է կատարվում, եւ հարցը միայն ներդրումների մեջ չէ, այլ տնտեսության նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Իշխանության եւս մեկ ծանրակշիռ արգումենտը այն է, որ բացելով սահմանը մենք ելք կստանանք դեպի Թուրքիայի միջերկրածովային նավահանգիստները։ Սա մեր միջանցքն է դեպի Եվրոպա, ասում են նրանք։ Բայց եկեք հիշենք պատմությունը։ Թուրքիան փակեց իր սահմանները 93 թվականին, հենց իր կամքով եւ 30 տարի փակ պահեց։ Ինչու պետք է մենք հավատանք, որ նավահանգիստները կբացի եւ վաղը նորից չի փակի։ Պատկերացրեք մի իրավիճակ, կոնյակի կամ մրգի հայ արտադրողը գումար է ներդրել, մարդկանց է վարձել, բերք է աճեցրել։ Նա ապրանքը տանում է թուրքական նավահանգիստ։ Այդ պահին Անկարայում ինչ որ քաղաքական սկանդալ է տեղի ունենում, կամ նրան պարզապես դուր չի գալիս մեր վարչապետը։ Ինչ կլինի։ Նրա բեռը կմնա նավահանգիստում։ Կփթի։ Գործարարը կսննկանա։ Իսկ Հայաստանը նույնիսկ ձայն չի հանի։ Մենք ճշմարտ լծակներ չենք ունենա։ Սա ելք դեպի ծով չէ, սա ծուղակ է։ Ավելին, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը ամեն ինչ մաթեմատիկորեն հաշվարկել է։ Ահա նրա մեջբերումը։ Նույնիսկ եթե բացվեն Մարգարայի կամ Ախուրիկի անցակետերը եւ Հայաստանը ստանա Թուրքիայի ճանապարհները, որոնք տանում են դեպի խոշոր նավահանգիստներ, ինչպիսին են Մերսին ու Դերինջան, ճանապարհի հեռավորությունը այս բեռները կդարձնի ոչ թե ավելի էժան, այլ ավելի թանկ, մեծ հեռավորության եւ լրացուցիչ ծախսերի պատճառով։ Հույսը դնել մի երկրի վրա իր բարի կամքի վրա, որը տասնամյակներ շարունակ մեծ շրջափակման մեջ է պահել, քաղաքականություն չէ։ Սա մի ամտություն է, որը սահմանակցում է ազգային շահերի դավաճանությանը։ Եվս մեկ գեղեցիկ պատկեր, որը նկարում են Փաշինյանի թիմում։ Իբր Թուրքիայի Եվրոպայի հետ նրա մաքսային միության միջոցով մեր ապրանքները կհոսեն դեպի եվրոպական շուկաներ։ Բայց եկեք միացնենք այս տրամաբանությունը։ Թուրքիան ինքը խոշորագույն արտադրողն է ու արտահանողն է դեպի Եվրոպա։ Լոլիկ, վարունգ, տեքստիլ, կոշիկ, կենցաղային տեխնիկա։ Նրանք այդ ամենը տոննաներով տանում են ԵՄ։ Ասեք խնդրեմ, ինչու պետք է Թուրքիան մեր լոլիկը թողնի իր շուկա կամ ավելի հեռու Եվրոպա, որպեսզի մենք մրցակցություն ստեղծենք նրանց ֆերմերների համար, որպեսզի գցենք նրանց ապրանքների գները։ Թուրքիան կամուրջ չէ։ Մեր էքսպորտի համար դա պատ է։
Նրանց լոբիստները ԵՄ-ում ամեն ինչ կանեն, որպեսզի մեր ապրանքները այնտեղ չհայտնվեն։ Նրանք քվոտաներ կմտցնեն, լրացուցիչ ստուգումներ, կձգձգեն սերտիֆիկացումը։ Եվրոպա մուտք գործելու խոստումը Թուրքիայի տարածքով ընդամենը գեղեցիկ հեքիաթ է էկոնոմիկայի փոխնախարարի կողմից, որպեսզի մենք համաձայնվենք բացել սահմանը։ Իրականում մեր արտահանումը կբախվի հզոր թուրքական լոբիին եւ կմնա փթելու նրանց սահմանին։ Տնտեսությունը ու քաղաքականությունը միշտ փոխկապակցված են։ Թուրքիան արդեն օգտագործում է Հայաստանի հետ մերձեցումը մեզ թելադրելու նաև իր քաղաքական կամքը։ 26 թվականի հունվարի 15-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հական Ֆիդանը հայտարարություն արեց։ Նա բացահայտ ասեց, որ Անկարան սատարում է Նիկոլ Փաշինյանի կառուցողական դերին եւ հույս ունի, որ նրա կուրսը կպահպանվի։ Ավելի վաղ Ֆիդանը նույնպես հույս էր հայտնել, որ Փաշինյանի գիծը կշարունակվի։ Հասկանում եք, թե սա ուր է տանում, ինչ է նշանակում։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան ուղղակիորեն միջամտում է մեր ներքին գործերին, ցույց տալով, թե ով պետք է մնա իշխանության գլխին Հայաստանում։ Պատկերացրեք, եթե Թուրքիայում ընտրություններից առաջ Ֆրանսիայի կամ ԱՄՆ նախագահ ասեր. հույս ունենք, որ կհաղթի Էրդողանի մրցակիցը։ Ինչպես դա կհնչեր։ Դա կնշանակեր կոպտագույն միջամտություն։ Իսկ ինչու է մեր վարչապետը լռում, երբ Անկարան նրան ինդուլգենցիա է տալիս, մեղքերի թողում, եւ ասում է, որ ընտրություններում կարող անեն ինչ որ ուզում է։ Ինչի՞ չի վրդովվում, երբ օտար պետությունը բացահայտ ասում է, թե ով պետք է ղեկավարի Հայաստանը։ Սա դիվանագիտություն չէ, սա ինքնիշխանության կորուստ է։ Քանի դեռ մենք խաղեր ենք տալիս Անկարայի հետ, կորցնում ենք տարածաշրջանում մեր միակ իրական դաշնակցին՝ Իրանին։ Իրանը օգնում էր մեզ շրջափակման տարիներին։ Իրանը պատուհան էր դեպի աշխարհ, երբ մնացած բոլոր դռները փակ էին։ Թեհրանը ծայրահեղ վատ է վերաբերվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարին։ Իր սահմանների մոտ Թուրքիայի եւ Ադրբեջանի հայտնվելը Թեհրանի համար ազգային անվտանգության սպառնալիք է։ Մերձենալով Թուրքիայի հետ մենք անխուսափելիորեն հեռանում ենք Իրանից։ Մենք կորցնում ենք 100 միլիոնանոց շուկա, կորցնում ենք կարևոր գործընկերոջը։ Իսկ փոխարեն ինչ ենք ստանում։ Կասկածելի խոստումներ Անկարայից։ Կա եւս մեկ հարց, որը հնարավոր չէ խաբել թվերով։ Դա պատմական հիշողության հարցն է։ Հայոց ցեղասպանությունը մնում է հայոց պատմության ամենացավոտ թեմաներից մեկը։ Մեզ կոչ են անում մոռանալ անցյալը, հանուն լուսավոր տնտեսական ապագայի։ Մեզ ասում են. եկեք չփորփրենք պատմությունը, եկեք առևտուր անենք։ Բայց Թուրքիան ոչ մի քայլ ընդառաջ չի արել։ Նա չի ճանաչել ցեղասպանությունը, նա նույնիսկ պատրաստ չէ այդ քննարկել։ Ավելին, աջակցելով մեր վարչապետին, Անկարան պայման է դնում։ Մենք նույնիսկ չպետք է ծպտուն հանենք այդ թեմայով։ Ոչ ոք դեմ չէ խաղաղությանը, ոչ ոք դեմ չէ հարևանների հետ նորմալ հարաբերություններին, բայց խաղաղությունը չի կարող կառուցվել մոռացության վրա, չի կարող կառուցվել մի կողմի ստորացման եւ թելադրանքի վրա։ Եվ վերջապես, եկեք նայենք նրան, ով մեզ տանում է այսպես կոչված արևմտյան ճանապարհով, թուրքական սահմանի վրայով։ Մեր այսպես կոչված վարչապետին։ Իր ամբողջ ուժով նա փորձում է կերտել ժամանակակից, նրբանկատ եվրոպացի առաջնորդի կերպար։ Նա սիրում է խոսել բարձր ստանդարտների, ժողովրդավարական մշակույթի, քաղաքակիրթ ընտրությունների մասին, բայց եկեք դատենք ըստ գործերի, այլ ոչ թե գեղեցիկ խոսքերի։ Իսկական եվրոպացի քաղաքական գործիչը նախ եւ առաջ պետք է ունենա զսպվածություն։ Նա պետք է հենվի ինստիտուտների վրա, սառը հաշվարկների վրա, կանխատեսելի լինի, հարվածը պահել իմանա։ Իսկ ինչ ենք տեսնում Հայաստանում։ Մենք տեսնում ենք մի մարդու, ով բացարձակապես չի վերահսկում ոչ իրեն, ոչ իր էմոցիաները։ Թերթեք նորությունները։ Լրագրողները պարբերաբար գրում են նրա նյարդային պորտկումների եւ էմոցիոնալ պայթյունների մասին։ Տեսախցիկները անընդհատ ֆիքսում են, թե ինչպես է այսպես կոչված վարչապետը խորհրդարանի ամբիոնից անցնում գորգորոցի։ Հիշեք համացանցը շրջած այն կադրերը, որտեղ նիստերի ժամանակ նա չի կարողանում զսպել էմոցիաները, սկսում է բառից բուն իմաստով ցնցվել ու հիստերիկ գորգորալ։ Քաղաքակիրթ եվրոպական բանավեճի փոխարեն լրատվամիջոցները ցիտում են ընդդիմախոսներին ուղված նրա սպառնալիքները, պատերով տալ, ասֆալտին փռել եւ բացահայտ վիրավորանքներ, տեղդ նստի աննորմալ ոճով։ Միթե այսպես է իրեն պահում եվրոպացի առաջնորդը։ Իրականում նա այս կերպարի լրիվ հակառակն է։ Նա փորձում է վաճառել եվրոպացի ղեկավարի կերպարը, բայց իր հակակերպարն է ստանում։
Ճգնաժամային իրավիճակներում նա ծայրահեղությունից ծայրահեղություն է ընկնում, կայացնում է միանգամայն իմպուլսիվ որոշումներ։ Իր ներքին քաղաքական դիմախոսների վրա նա գոռում է, բայց միևնույն ժամանակ լռում է, երբ օտար պետությունը նույն Անկարան բացահայտորեն ցույց է տալիս, թե ով է պետք մնա իշխանության իր սեփական երկրում։ Այս ցուցադրական, այսպես կոչված եվրոպական ֆասադի հետևում թաքնված է խորը անվստահություն, թուլություն եւ քաոս, եւ հենց այդ էմոցիոնալ անկայունությունն է մեր երկիրը դարձնում այսքան խոցելի։ Ինքներդ ձեզ մի հարց տվեք. ինչպես կարելի է վստահել բարդագույն աշխարհաքաղաքական բանակցությունները կոշտ, սառնասիրտ եւ զգուշ թուրք դիվանագետների հետ։ Մի մարդու, ով ի վիճակի չէ տիրապետել անգամ սեփական նյարդերին, տեսախցիկների առջև։ Պատմությունը շատ օրինակներ գիտի, երբ երկրների միջև տնտեսական համագործակցությունը բարգավաճում է բերել, բայց գիտի նաև այլ օրինակներ։ Երբ չափազանց արագ մերձեցումը հանգեցրել է կախվածության, Հայաստանը իրավունք ունի խաղաղության, Հայաստանը իրավունք ունի զարգացման։ Այսօր մենք ընտրության առաջ ենք կանգնած, դառնալ ուրիշի տնտեսական նախագծի մի մաս, որտեղ մեզ պայմաններ են թելադրելու, թե պահպանել մեր ինքնիշխանությունը, մեր հիշողությունը եւ կառուցել հարաբերություններ, որոնք կլինեն իսկապես իրավահավասար։ Սխալի գինը այժմ պարզապես հնայի աճի կամ անկման տոկոսները չեն։ Սխալի գինը մեր ապագան է, հայ կոչվելու մեր իրավունքը։